Բարև ձեզ հարգելի քույրեր, աղջիկներ, կանայք, մայրիկներ, ես շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը, ցանկանում եմ լավագույն այն ինչ որ կցանկանան ձեր բարեկամները, ձեր հարազատները եւ միևնույն ժամանակ ուզում եմ որ տղամարդիկ միշտ ուշադրություն դարձնեն կանանց, գրավեն իրանց ուշադրությունով, օգնությամբ որ կինը իրան միշտ զգա կին։ Ես ողջունում եմ Տրամպի երեկվա հայտարարությունը, որտեղ ինքը ճանաչեց, որ երկու սեր կա, կանացի եւ տղամարդ, մնացածը դա սատանուց է գալի եւ այսօրը, քանի որ կանացի օրն է, ես շնորհավորում եմ եւ պուճուր, ասենք, դիսկուս պատմության մեջ ոնց է եղել Ալեքսանդր Կալանտայ է եղել, այտենց կին, որը կանանց դուրս է հանել տեքստիլ ֆաբրիկաներից, կաստրուլկեքին են խփել, դատարկ կաստրուլկեքին, քանի որ ուտելու բան չի եղել, ու պահանջել են ազատություն եւ կանանց իրավունքները հավասարացնել տղամարդկանց իրավունքների հետ։ Դա եղել է ցերեկը, նույն օրը երեկոյան շարունակվել է դա մարտի 8-ին 1857 թվականին, եթե չեմ սխալվում, ու Ալեքսանդր Կալանտայը խոսք է ասել, կանայք պիտի տրվեն տղամարդուց այնքան հեշտ, ինչպես ջուր են խմում։ Սա կրատկի դիսկուսիա, ես ոչինչ չունեմ ասելու այդ հին մասնագիտության վերաբերյալ, քանի որ տղամարդիկ կան ավելի բեթար, իրանք ծախում են իրանց հայրենիքը, կանայք այդ կանայց պատմական մոմենտը եւ հետո դա ավելի վատ է 1857 թվից հետո 53 տարի անց նոր Կլարա Ցետկինը եւ Ռոզա Լյուքսեմբուրգը դրան տվին միջազգային ստատուս եւ այդ օրվանից մարտի 8-ը համարվում է կանացի տոն, չնայած մենք հայերով դա նշում ենք ապրիլի 7-ին, դա ավելի գեղեցիկ տոն է։ Իմ համար ես կարծում եմ ամենալավ օրը կլիներ մարտի 1-ը, գարնան առաջի օրը։ Սա հարցեր է, որ մենք պիտի մեր անկախ պետության մեջ մի հատ հասկանանք, մտածենք, ու ընդհանրապես տղամարդկանց առաջարկում եմ ամեն օր կանանց համար արեք տոն։ Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Հայոց ազգային բանակի հետանոց Տիգրաններ, Հաբիբ Կոմսը։